պարոն Լեոնիսյան, ինչ արձանագրումներ կարող են կատարել այս ամենի համատեքստում։ Ես մեր բոլորի համար հստակ լինի, որ դիմումը, որը ներկայացվել է մի հասարակական կազմակերպության կողմից, որի դիտորդներից մեկը մինչև հիմա Հայաքվեի կայքում նշված է որպես Հայաքվեի դեմ, իսկ Հայաքվեն դա մի նախաձեռնություն է, որը թե չեմ սխալվում ապրիլի 30-ին կուսակցություններից մեկի հետ ուժեղ Հայաստանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել եւ հետեւապես որևիցե պարագայում չի կարող չեզոք ընկալվել, այդ թվում նաեւ Հայաքվեի անդամ կազմակերպություններին չեզոք համարելը եւ Հայաքվեի հետ տարիներով համագործակցած Հայաքվեի անդամ դե ֆակտո անդամ հանդիսացած կազմակերպություններին չեզոք անվանելը խիստ վիճահարույց է, ասենց ասեմ, հա։ Ինչ վերաբերում է մեր չեզոքությանը, ապա մեր չեզոքությանը չի կարելի վերաբերվել էպիզոդիկ, մեր չեզոքությունը գլոբալ է, մենք այն կազմակերպությունն ենք, որը թերևս համարյա թե բոլորից շատ է խոսում տարբեր ուժերի կատարած խախտումների մասին, այն առաքելությունն ենք, որը բոլորից շատ է խոսում կատարած խախտումների մասին, այդ թվում իշխանության, այդ թվում ընդդիմության, եւ այս առումով որովհետեւ պարագայում մեր անաչառությունը կասկածի տակ չի կարող դրվել։ Պարոն Լեոնիսյան, այն քարոզչության հա իմաստով, քարոզարշավների իմաստով այն ինչ տեսնում ենք այսօր ինչպես կորակեք, այ բառամթերքը վարչապետի ինչպես կորակեք։ Վատ անկախ դիտորդ դաշինքը այժմ դիմում են պատրաստում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքացիական պայմանագրով թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտագործած բառամթերքի հիմքով վարույթ հարուցի։ Այսինքն մտավախություն չունեք, որ Փաշինյանը նույն բառապաշարով զրուցում է նաև նախարարների հետ միգուցե։ Դա իր եւ նախարարների խնդիրն է։ Այ կանանց նկատմամբ այս բռնությունները ինչպես կորակեք։ Որևիցե բռնություն բացասական կորակեմ։ Մեկ նախադասությամբ ցանկացած բռնություն բացասաբար կորակեմ։ Ինչ վերաբերում է երեկվա իրադարձություններից Արթուր Օսիպյանի հետ կապված իրադարձությանը, ապա համարում ենք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը ամբողջությամբ անտեղի է, ինքը եկել էր վարչապետին քննադատական խոսք հղելու, որին ի պատասխան ստացել է արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, ինչը ամբողջությամբ անընդունելի է եւ նաեւ իր նկատմամբ քրեական հետապնդումը մեր գնահատմամբ ամբողջությամբ անհիմն է։ Մենք նաև հիմա քննարկում ենք թե ինչ process-ներ ենք սկսելու ուրեմն կապված ինքնասպանություն գործած անձի այդ դեպքով, բայց ոչ թե ինքնասպանության մասով, ինքնասպանությունը դա բունընտրությունների հետ կապ չունեցող բան է, այլ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու դեպքով, որովհետև մենք հիմա դետալները ուսումնասիրում ենք, ես չեմ ուզում շտապեմ գնահատականներում, բայց եթե իրոք պաստառը վնասելու համար իր նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել, ապա դա ամբողջությամբ ապօրինի քրեական հետապնդում էր, որտեղ պաստառ վնասելը հանդիսանում է վարչական իրավախախտում։ Ի վերջո հոգեկան խնդիրներով է տառապել այդ անձնավորությունը։ Միգուցե, բայց նորից մեր քննարկման տիրույթում քրեական արդարացիան մարմինների գործողություններն են, որտեղ նորից այդ տեղեկությունները մի հատ պետքա դետալները ստուգել, բայց եթե դա եղել է պաստառը վնասելու համար, ապա մենք հավանեն հավանականությամբ ակնհայտ ապօրինի արդարադատություն իրականացնելու համապատասխան հոդվածով հանցագործության մասին հաղորդմամբ հանդես կգանք, որովհետև չի կարող որպես առերևույթ հանցագործություն որակվել մի բան, որը վարչական իրավախախտում է։ Իսկ պաստառ վարչական իրավախախտում է։ Նաև նշեցիք, կարծես թե հերքեցիք, որ այսինքն չեզոքության մասով դուք չեզոք եք ներկայանում, բայց վերոնշյալ դիտարկումները, ինչ կասեք այդ գրառումների մասով ընդհանուր։ Որտեղ այդ գրառումները ընտրությունների վերաբերյալ չէր։ Չեզոքություն չի նշանակում չեզոքություն ցանկացած երևույթի նկատմամբ։
Ներողություն, եթե հիմա այստեղ մարդ գա եւ սկսի ավտոմատով կրակել, եւ այդ մարդուն քննադատենք, դա չի նշանակի, չէ, որ մենք ընտրությունների կոնտեքստում կորցրեցինք չեզոքությունը։ Այսինքն երևույթների նկատմամբ եւ ընտրությունների հետ չկապված, կուսակցությունների հետ չկապված հարցերի հետ կապված չեզոքությունը պարտադիր չի, պարտադիր է չեզոք լինել ընտրություններին մասնակցող սուբյեկտների նկատմամբ եւ այդ սուբյեկտներին տալ այնպիսի եւ այդ սուբյեկտների գործողություններին տալ գնահատականները անկախ նրանից թե ով է դա անում, հա, այսինքն երբ որ X արարքն է արվում, արդյոք մեր համար տարբերություն կա թե X արարքը որ ուժը արեց, թե չկա, այսպես պետք է գնահատվի մեր չեզոքությունը։ Երբ որ այդ X արարքը անում է այս կամ այն ուժը մեր համար, մեր գործողություններում դուք տարբերություն տեսնում եք, կա ինչ-որ մի դեպք, որ մենք նույն արարքի համար մի ուժի նկատմամբ մի ռեակցիա տանք, մյուս ուժի նկատմամբ ուրիշ ռեակցիա տանք։ Չկա։ Նորից եմ ասում, եթե ձեր կանխավարկածը այնա, որ մենք ինչ-որ ուժի հետ կապված նախապատվություն ունենք, ապա նշեք այդ ուժին, թե որին ենք մենք տենց չակերտավոր սիրում եւ մի հատ քննարկենք մենք այդ ուժի կատարած խախտումների վրա օրինակ աչք փակել ենք թե հակառակը այդ խախտումները բացահայտել ենք այնպիսի ձևերով որոնց մասին ձեզանից շատերը չեն էլ երազել եւ այդ բացահայտմամբ ուրեմն իրավական process-ներ ենք սկսել։ Դա ատելության խոսքի մասով ինչ կասեք։ Ի վերջո սա քարոզարշավ է թե ատելության խոսքի, այսպես դրսևորման արիք։ Ես կասեի ատելության խոսքով զուգորդող քարոզարշավ։ Բայց արդյոք դա թույլատրելի է։ Դա շատ վատ է։ Իսկ ես սպասեմ ձեր կողմից հստակ որևէ քայլ։ Ժողովուրդ ինչ անեմ, գնամ ատելության խոսք տարածողների բերանս կոչով կպցնեմ։ Հիմա էտա տարբեր ուժեր ատելության խոսք են տարածում։ Երբ որ դա հատում է որոշակի իրավակարգավորումների սահմանը, այդտեղ իհարկե մենք գործողություններով հանդես գալիս ենք, իրավական process-ներ ենք սկսում, բայց որպես կանոն դա չի հատում քրեական օրենսգրքով արգելված սահմանը եւ դատապարտելուց բացի մեծ հաշվով ուրիշ բան չենք կարող անել։ Վստահաբար լսել եք Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունները, ես ինձ թույլ չեմ տա դրանք ցիտել այստեղ, բայց այս սրանք ինչ կոմպոնենտներ են իրենց մեջ պարունակում եւ արդյոք հայ տղամարդուն հարիր է նմանատիպ բառամթերքով խոսել կնոջ հետ։ Ինձ թվում է, ես բացարձակապես չեմ կիսում այդ տղամարդուն կնոջ հետ, ինչի որ կինը տղամարդու հետ նույն բառապաշարով խոսար դա հարիր կլիներ։ Ինձ թվում է առհասարակ մենք չպետք է առանձնացնենք կինը տղամարդա, դիմացինը կինա, դիմացինը տղամարդա, չէ, բառամթերքի մեջ կար անընդունելի կոմպոնենտներ, այդ բառամթերքը ոչ միայն քննադատության արժանի, այլ նաև որոշակի իրավական հետևանքների, որի մասով ինչպես ես ասացի, մենք process-ը նախաձեռնում ենք։ Եթե տղամարդ կին այդ մասը հանենք, այլ անդրադառնանք արցախցիների նկատմամբ ատելության խոսքին, որը հենց իշխանությունները շատ մեծ չափով տարածում են կարելի։ Ի վերջո լրագրողի նկատմամբ էլ էս Որ տարբեր ուժերի ներկայացուցիչներ մենք ցավոք տեսնում ենք, որ տարբեր ուժերի ներկայացուցիչներ արցախցիների նկատմամբ խնդրահարույց բառամթերք օգտագործում են, օրինակ այսօրվա հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտման մեջ այնտեղ այնպես բառեր են օգտագործում արցախցիների հանդեպ, որ մեղմ ասած եթերային չի էլի, բայց եւ մենք նաեւ տեսնում ենք, որ որոշ ուժեր կան, որոնք որ դրան նպաստում են, օրինակ այդ իբր արցախցիների այդ իբր ահաբեկչական խումբը, հա, որ սկի զենք բռնելու ձևից հասկանում ես, որ առանձնապես զենք բռնել չգիտեն, երևի զենքից կյանքում չեն կրակել, զենք բռնելու ամենահասարակ կանոններին չեն տիրապետում, էլի, բայց եւ այտենց արցախյան բարբարով ինչ որ բան են անում, դա ակնհայտ օրինակ կեղծ դրոշով օպերացիա է, որը իրականացրել են իմ կարծիքով Ռուսաստանի Դաշնությունում, որպիսի այդ թվում ապահովության բացակայության զգացում ստեղծեն եւ արցախցի հայաստանցի լարումը ուժեղացնեն։
Եվ այս առումով սա եւս պրոբլեմատիկ է, եւ իմ հորդորը բոլորին, այն որ այդ վիդեոյում խոսում են արցախյան բարբարով, որևիցե առումով չպրոյեկտել արցախցիների վրա։ Արցախցիները դա նորից եմ ասում, իմ համոզմամբ հատուկ է արված, որպեսզի արցախցի հայաստանցի լարումը տենց մակարակի վրա յուղ լցվի։ Զսպիչ օղակներ տեսնում եք ես։ Ըստ էության զսպիչ օղակներ պետք է լինեն քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, անկախ սահմանադրական մարմինները, ինչպիսին են կենտրոնական դրական հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, երբեմն արդարադատական համակարգերը, բայց մենք հաճախ տեսնում ենք, որ այս զսպիչ օղակները պատշաճ չեն կատարում իրենց գործառույթները։ Չէ, ես չէի շտապի ասել, որ առհասարակ չեն կատարում։ Ես հիշում եմ երբ էր անցած ամառ կարծեմ, եթե չեմ սխալվում, անցած ամառ, երբ որ վարչապետ Փաշինյանը կրկին անհրաժեշտ բառապաշար էր օգտագործել, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր գործառույթները կատարեց, համապատասխան վարչարարություն իրականացրեց, եւ այս առումով ես չէի շտապի ասել, որ ընդհանրապես չեն կատարում։ Կատարում են, բայց վատ։ Որոշ մարմիններ վատ, որոշ մարմիններ նորմալ, որոշ մարմիններ լավ, բայց հա, այստեղ մենք առերևույթ խնդիր ունենք, իհարկե։ Այն նշեցիք, որ Ռուսաստանը կապ ունի այս ամենի հետ, նույն արցախցիների մասով, բայց ինչքան էլ որ Ռուսաստանը կապ ունենա, դա թույլ տալիս օրինակ իշխանության գլխին այդպես խոսել արցախցիների հետ, այսինքն դա ինչքանով է պայմանավորված Ռուսաստանի սարքածով, այսպես ասած։ Ինձ թվում է ոչ թե բոլոր արցախցիների մասն է խոսել, այլ արցախյան էլիտաների, բայց այդուհանդերձ նորից եմ ասում, իր բառապաշարը անընդունելի է, ժողովուրդ, կներեք, ուզում եք տենց ճակատից դաջված գրեմ, որ իր բառապաշարը անընդունելի է, որ այս հարցի շուրջ նորից չպտտվենք։ Իր բառապաշարը անընդունելի է, իր բառապաշարի հետ կապված մենք իրավական գործընթացը սկսում ենք։ Ուրիշ ոնց որ ինչ պետք է անենք, էլի սկոչ չենք վերցնելու գնանք բերանփակենք։ Եվ վերջերս ցուցակեր չէ ներկայացվել նաև որտեղ նշված էին ռուսական քարոզչությամբ զբաղվող ինչ-որ ալիքներ, դրա մասով ինչ-որ ընթացք տրվել է, այսինքն շուրջ նշել եք, որ 100 նման ալիք գոյություն ունի, որոնք զբաղվում են այստեղ ռուսական քարոզությամբ։ Այո։ Այդ ալիքների մասով ինչ-որ ընթացք տրվել է կամ։ Եվ Այո, այդ ալիքների հետ կապված մեր ներկայացրած ցանկերը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովները ցուցակներ ներկայացրել են Alphabet-ին, որը Google-ի եւ YouTube-ի տնօրինող կազմակերպությունն է, եւ Meta-ին, որը Instagram-ի եւ Facebook-ի տնօրինող կազմակերպությունն է։ Այդ կազմակերպությունները արդեն իրենց հերթին հետաքննություններ են անում, հետաքննությունների սահմաններում կայացնում են եւ կամ կայացնելու են որոշումներ եւ միգուցե արգելափակեն կամ արգելափակում են ալիքներ։ Բայց դա իրենց որոշումներն են։ Մենք մեր մասով ուշադրություն են գրավել եւ խնդրել ենք ուսումնասիրել։ Իսկ եթե դա եք ասում, թե նկատի ունեք այն 17 գործակալներին, որոնք որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում պատրաստված ապատեղեկատվության տարածողներն էին, եթե 17 գործակալների նկատի ունեք, ապա դա առանձին հետաքրքիր կես է, որով մենք զբաղվելու ենք, գործակալը դա իմ բառամթերքը չի, դա իրանց հաշվետվության մեջ, որը Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աշխատակից Սոֆիա Զախարովան ներկայացրել է իր վերադասին, Սոֆիա Զախարովային Մարիա Զախարովայի հետ չխառնել, որը ներկայացրել էր իր վերադասին, այդ ուրեմն այդտեղ խոսվում էր, ձեկույցի մեջ խոսվում էր, որ իրենց պատրաստած ապատեղեկատվությունը Հայաստանում տարածել են 17 գործակալներ, եւ մենք հիմա փորձում ենք իդենտիֆիկացնել, թե ովքեր են այդ գործակալ լրատվամիջոցները։ Լրատվամիջոցներ եւ կարծիքի առաջատարներ։ Եվ բնականաբար, երբ որ իդենտիֆիկացնենք, իրենց անուններն էլ ներկայացնելու ենք Meta-ին եւ Alphabet-ին։ Ինչու է Փաշինյանը Արցախ, Արարատ բառերը, հատուկ անունները լսելիս նման ճղածուքների մեջ ընկնում։
Իրան հարցրուկ։ Բայց արդյոք Ինչպես կբնորոշեք այս էմոցիոնալ պոռթկումները։ Էմոցիոնալ պոռթկումները տարբեր իրավիճակներում են լինում, ես ոչ հոգեբան եմ, ոչ էլ մտադիր եմ գնահատական տալ, այդ ամեն ինչը ենթակա է գնահատականի Հայաստանի քաղաքացիների կողմից հունիսի 7-ին։ Թող գնահատական տան այդ թվում էմոցիոնալ պոռթկումներին, այդ թվում այս կամ այն արտահայտության, այս կամ այն կերպ արձագանքելուն։ Ալիևի հետ ինքը նմանատիպ բառապաշարով կարող եք խոսել, թե միայն իր բառը օգտագործում դուխով, այդ դուխով խոսում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Ինչպիսի պատասխան եք ակնկալում այս հարցին։ Ձեր կարծիքն է հետաքրքիր։ Իսկ ես հիմա այդ հարցին որ պատասխանեմ, հասկանում եք, չէ՞ որ դա լինելու է դիտորդի չեզոքության խախտում։ Նորից եմ ասում, ընտրողները թող գնահատական տան ամեն ինչին, թող գնահատական տան նրան, թե ինչպես է ինքը խոսում այս կամ այն անձի հետ, թող գնահատական տան ինչպես է ինքը խոսում Ալիևի հետ կամ չգիտեմ Կամբոջայի վարչապետի հետ։ Դա ընտրողների գնահատման հարցն է, դա դիտորդական առաքելության մանդատի հարց չի։